Հուլիսի 8-ից խմելու ջրի համար կգործի նոր սակագին 195 դրամ 1 խորանարդ մետրի դիմաց։ Որոշումը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է։ Դեմ չունենք, ձեռնպատ չունենք, ընդունվում է։ Երևան ջուր ընկերությունը փետրվարին առաջարկել էր ջրի համար նոր գին սահմանել, հանձնաժողովն էլ կատարել է համապատասխան մոնիթորինգ եւ եզրահանգել, որ ջրի գինը պետք է ավելանա, սակայն ոչ այդքան։ Սակագինը հաշվի առնելով բոլոր գործոնների ազդեցությունը կկազմի 195 դրամ, ներկայացված 206.97 դրամի փոխարեն։ Երևանի բնակիչները սակայն այս թանկացումը առնվազն 1 տարի չեն զգա, քանի որ գնային այս տարբերությունը մինչև 2011 թվականի հուլիսի 8-ը սուբսիդավորելու է Երևանի քաղաքապետարանը։ Թե ինչու Երևան ջուր ընկերությունը որոշեց բարձրացնել ջրի սակագինը, պարզաբանեց ընկերության գլխավոր տնօրենը։ Անհրաժեշտ են ներդրումներ, պետք է 500 միլիոն դոլար, ինչը սակայն սակագների բարձրացմամբ չի լուծվելու, քանի որ այդ ավելացած գումարը կազմելու է տարեկան 1 միլիարդ դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի կարծիքով սակայն Երևան ջուր ընկերության ներկա վիճակը պայմանավորված չէ վերոհիշալ գործոններով։ Դրանք կոմերցիոն կորուստներ են, ուղղակի գողություններ են, որոնք կատարվում են ձեր աշխատողների բարձր հովանու ներքո։ Կշարունակի արդյոք քաղաքապետարանը սուբսիդավորումը նաև 2011 թվականից հետո ըստ կառույցի ներկայացուցչի պարզ կլինի այս տարվա արդյունքներից։